Այսօր հավաքվել են արցախցիները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ իրենց ուղերձ հղելու եվրոպացի առաջնորդներին։ Ինչ ակնկալիք ունեք եվրոպացի առաջնորդներից։ Նախ ողջունելի է, որ այսօր կարելի է ասել ամբողջ հանրային ու քաղաքական ներկապնակը առկա է այստեղ։ Սա ցույց է տալիս, որ ընդդիմադիր հատվածում եւ հասարակական հատվածում կա կոնսենսուս, որ մեր իրավունքները պետք է պաշտպանված լինեն եւ Հայաստանում պետք է լինի ժողովրդավարական կարգեր։ Իսկ ակնկալիքի տեսանկյունից մենք ուղերձ ենք հղում եվրոպացի առաջնորդներին, որ իրականությունը այն չէ, ինչ Հայաստանի իշխանություններն են ներկայացնում, այլ այն է, որ մեր իրավունքները անտեսված են, արցախցիների իրավունքները, մեր իրավունքների ու մեր արյան վրա հնարավոր չէ կառուցել խաղաղություն, եւ դա խաղաղություն ու կայունություն չի բերելու տարածաշրջանին, եւ Հայաստանի Հանրապետությունում գործող իշխանությունները ընդհանրապես ժողովրդավարական ճանապարհով չեն ընթանում, այլ ժողովրդավարության ծխածածկույթի ներքո բազմաթիվ բռնաճնշումներ կան, ավտորիտար միտումներ կան, քաղբանտարկյալներ կան, եկեղեցու հանդեպ ոտնձգություններ, արցախցիների եւ այլ խմբերի հանդեպ ատելության խոսքի տարածում եւ այլն եւ այլն։ Այսինքն այլ կերպ ասած, մեր ակնկալիքը նվազագույնը այն է, որ իրենք եվրոպացի առաջնորդները տեսնեն, որ ձայն բարձրացնող կա եւ իրականությունը ներկայացնող կա։ Պարոն Բեգլարյան, Հայաստանի իշխանությունները խոսում են Ղարաբաղյան հակամարտության էջը փակելու մասին, ընդհանրապես չեն խոսում արցախցիների իրավունքի վերադարձի մասին։ Նման պայմաններում եվրոպական առաջնորդներին միայն բավարար կլինի արցախցիների ձայնը, ընդհանրապես ակցիաները։ Ոչ, բավարար չի լինի, որովհետեւ առանց Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշման ու գործողությունների մենք երբեք արցախցիների իրավունքների, հատկապես վերադարձի իրավունքի ուղղությամբ շոշափելի հաջողություն չենք ունենալու, որովհետև որևէ պետություն ավելին չի անելու, քան Հայաստանի Հանրապետությունն է անում, եւ իրենք հակամարտության վերաբերող հարցերում հիմք են ընդունում կողմերի դիրքորոշումները։ Այս պարագայում որքան էլ Արցախը կողմ է եղել, բայց քանի որ մենք բռնի տեղահանվել ենք, արդեն չունենք հաստատի պետական ինստիտուտներ գործող եւ պաշտպանության բանակ, մենք Արցախում չենք եւ այլն, միայն Հայաստանի Հանրապետությունն է մնացել։ Դրա համար իրենք նայում են, թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները ինչ են ասում։